Պարոն Քոչարյան, ձեզ ինչ է թվում այս հրադադարը իսկապես կհաստատվի եւ այդ 10 պահանջները, որ Թրամփը ընդունել է, արդյոք դրա վերաբերյալ արդեն նաեւ ստորագրություն կլինի, ինչ տպավորություն ստացաք։ Ես չգիտեմ ընդունել է թե ոչ, դա որովհետև Տրամպը ասում է ես իմ ամբողջ միսիան կատարել եմ, Իրանի իշխանությունները ասում են ընդունել է, ես կարծում եմ գնում է դասական, քաղաքական այդ բանակցություններ, երբ ցանկացածը մաքսիմալ բաներ է դնում, քաշում, պայմաններ է քաշում։ Ես չգիտեմ այնտեղ ինչքանը կընդունվի, ինչքանը չի ընդունվի։ Հուսով եմ, որ այնուամենայնիվ կգան ընդհանուր հայտարարի, բայց վերջնական ասել, որ հրադադարը վերջնականապես կբերի խաղաղության, ես հիմա նման բան չեմ կարող ասել, որովհետև մենք տեսնում ենք, որ այսօրվա աշխարհը անկանխատեսելի է, որ այսօրվա աշխարհը բավականին ոչ մի կանոնի իր իսկ գծած կանոնների չի ենթարկվում, դրա համար ես դեռ նպահ կմնամ նման հայտարարություն անելու։ Իսկ ամեն դեպքում ինչ եք կարծում, Թրամփը երբ ասում է, որ սա 100%-անոց լիակատար հաղթանակ էր, կկիսեք այդ կարծիքը, թե ոչ։ Եթե հաղթանակ էր, էլ ինչի շուրջ են վերադառնում բանակցությունների։ Դե հենց ես էլ եմ այդ նույնը ասում, որ ամեն մեկը իր փորձում է, դա կոչվում է, քաղաքականության մեջ իրավիճակից դուրս գալ, փորձելով պահպանել դեմքը։ Նա իր դեմքն է փորձում պահպանել, նրանք իրենց դեմքն են փորձում պահպանել, միշտ քանի որ պարզ է, որ չկա որևէ կողմի հաղթանակ, որպես այդպիսի։ Պարզ է, որ բանակցությունների պետք է գնան մաքսիմալ պահանջներով, բնականաբար ամեն մեկը հետո ինչ որ մի բան զիջելով, դա այդպես է, փողզիջումային է միշտ լինում, կոնսենսուսը։ Աշխարհում միշտ այդպես է եղել, եթե չկա 100%-անոց կապիտուլյացիա։ Ինչպես դա եղել է օրինակ 45 թվականին, այնտեղ բարձր փողզիջում չի եղել։ Այնտեղ եղել են պայմաններ, որը ընդունել է այդ ժամանակվա Գերմանիան արդեն։ Նման մի բան մենք տեսնում ենք ցավոք սրտի մեզ մոտ վերջին մի քանի տարիներին, բայց եթե կան երկկողմանի պահանջներ, որոնք երկուսն էլ ընդունում են, որ պետք է քննարկվեն, այդ դեպքում պարզ է, որ չկա որևէ կողմի հաղթանակ, որևէ կողմի պարտություն, կան կորուստներ, միգուցե շատ մեծ կորուստներ, կան ինչ որ տակտիկական խնդիրների լուծում կամ չլուծում, բայց այնուամենայնիվ վերջնական հաղթանակի կամ վերջնական պարտության մասին տվյալ պարագայում խոսելը անիմաստ է։ Պակիստանի վարչապետը հայտարարում էր, որ այս հրադադարը ամենուրեք է, բայց մենք տեսանք, որ Իսրայելի վարչապետը արդեն հասցրել է հայտարարել, որ այդ հրադադարը չի վերաբերում Լիբանանին։ Ինչ խաղ է տանում Բենյամին Նեթանյահուն։ Ես չեմ կարող ասել, ես մասնագետը չեմ, մերձավոր արևելքի եւ ինչ է անելու այդտենց նյուանսներով չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ այն ինչը որ բոլոր վերլուծաբանները եւ մասնագետները պնդում էին, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները տվյալ պարագայում ավելի շատ գործում են իշահ Իսրայելի, քան իշահ Միացյալ Նահանգների, ինչը բերեց իդեպ նաև 12 գեներալի հրաժարականի, որոնք ենթադրաբար ամենայն դեպս այդպիսին էր լուրերը, որոնք հրաժարվել էին ցամաքային գործողություններ անել Իրանում, այդ նշանակում է, որ Միացյալ Նահանգների շատ մասնագետներ, ընդ որում թե քաղաքական վերլուծաբաններ, թե զինվորական վերլուծաբաններ, թե հենց իրենք զինվորականները շատ բաների հետ համաձայն չեն եղել։ Ինչ խնդիր է լուծում Իսրայելը։ Ես կարող եմ ենթադրել, որ լուծում է մերձավոր արևելքի ռեգիոնալ լիդեր դառնալու խնդիրը։ Դա կարող եմ ենթադրել, հաշվի առնելով ինչ է կատարվում վերջին տարիներին, սկսած դեռ արաբական գարունից հետո արդեն վերածված
Սիրիայի, Լիբանանի, հիմա արդեն Իրանի, դա նաև կարելի է գնահատել այդպես հաշվի առնելով Թուրքիայի ռեակցիան Իսրայելին, հա, արդեն անթաքույց թշնամական հայտարարություններ, հասկանալով, որ այդ դրոշը Իսրայելը ուզում է վերցնել հենց Թուրքիայի ձեռքից։ Հիմա Հայաստանին առնչվող թեմաների մասին ապրիլի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը հանդիպեցին, Պուտինը հենց սկզբում խոսեց նաեւ Արցախի հարցի մասին եւ դրանից հետո արդեն Բաքվից, իդեպ նախագահից հետո նաեւ նրա մամուլի խոսնակն էր խոսել Արցախի մասին եւ դա բացահայտ երևում է, որ Բաքվին ամենևին էլ դուր չէր եկել եւ արտգործնախարարության մակարդակով հաղորդագրություն էին տարածել, կոչ անելով Մոսկվային, որ ներքին գործերին, այսպես ասած, չմիջամտի, դիվանագիտական խողովակներով այդ մասին տեղեկացրել էին պաշտոնական Մոսկվային։ Դուք ինչ եք կարծում, Պուտինի այդ հայտարարությունը արդյոք նշանակում էր, որ Արցախի հարցը դեռ փակ չէ եւ Բաքվի այդ հիստերիկ արձագանքն էլ դրա վկայություններ, թե ոչ։ Կարելի է ենթադրել, 100%-ով ասել, որ դա այդպես էր, ես կրկին չեմ հիմա 100%-ով ասի, բայց եթե նման մակարդակում, նման մարդկանց շուրթերից տվյալ դեպքում, հա, Վլադիմիր Պուտինի շուրթերից հնչում է Արցախի մասին ակնարկ, ինքը իհարկե Լեռնային Ղարաբաղ է ասել, բնականաբար դա դուր չէր գալու Ադրբեջանին, որովհետև իրենք ամեն ինչ անում են, որպեսզի փակեն այդ հարցը, այդ թվում Հայաստանի իշխանությունների միջոցով, ընդհանուր մինչև սահմանադրություն փոխել են ստիպում, ել չեմ ասում, որ գոնե Արցախահայության բռնի տեղահանված Արցախահայության իրավունքների մասին բարձրաձայնելը անգամ արգելված է մեր իշխանություններին, երբ որևէ նման բարձր հարթակներում այդ հարցը բարձրացվում է, բնականաբար դա ջղաձգումներ պետք է առաջացնի Ադրբեջանում։ Երեք ազգային ժողովում իհարկե երկու փորձից հետո ամեն դեպքում իշխանությանը հաջողվեց ընդունել մի օրինագիծ, որով փաստացի արգելում են, որ ընտրություններին մասնակից ուժերը իրենց անվանումների մեջ օրինակ կարող են անուն ազգանուններ օգտագործել եւ կա միջազգային կազմակերպությունների Վենետիկի հանձնաժողովի նաեւ կարգադրությունը, որ ընտրություններից դեռ 1 տարի առաջ չի կարելի որևէ լուրջ փոփոխություն, հիմնարար փոփոխություններ անել ընտրական օրենսգրքում, բայց նույնիսկ դրա վրա աչք փակելով իշխանությունը գնաց այդ քայլին եւ մենք տեսանք, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները խորհրդարանի շենքի դիմաց ակցիա իրականացրեցին, բողոքի ձայնի բարձրացում իրականացրեցին, նշեցին բոլոր այդ կետերը եւ նշում էին, որ փաստացի սա իշխանության վախի արձագանքն է, քանի որ նրանք սկզբում վախենում էին Կարապետյանի նկարներից, հիմա նույնիսկ Սամվել Կարապետյանի անունից։ Ըստ ձեզ ինչու իշխանությունը այս քայլին գնաց։ Որովհետև մեծ անհանգստություն ունի։ Ես չգիտեմ ինչքան է վախը, ես վախճափող չեմ, բայց այն, որ բավականին լուրջ անհանգստություն ունի, դա փաստ է, որովհետև այստեղ միայն խնդիրը Վենետիկը չի եւ այլն, հա։ Այստեղ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խաբեց, որովհետև հայտնի տեսանյութը կա մայիսի 1-ին 18 թվականի, երբ ինքը ասում է ընդհանրապես հարմարեցնել իրեն փոխելով ընտրական օրենսգիրքը դա անհնար է, դա չի անի ինքը երբեք եւ այլն եւ այլն։ Ինձ թվում է տեսել եք այդ տեսանյութը։ Տեսեք, ամենամեծ խնդիրը այսօր իշխանության համար նա է, որ եթե մինչև վերջերս ընդդիմությունն էր խաղում իր կանոններով, այսինքն ինքը թելադրում էր օրակարգը, ընդդիմությունը ռեակտիվ էր ռեակցիան, այսինքն պրոակտիվ չէր։ Հիմա ռեակտիվ է իշխանության ռեակցիան։ Իշխանությունն է ռեակցիա տալիս ընդդիմադիր տարբեր գործիչների, տարբեր ուժերի հայտարարություններին, գործողություններին, քայլերին, գնում է գնում է նրանց հետևից թելադրած օրակարգով։ Սա է, ես կարծում եմ, վերջին օրերի
նաև իրենց անհանգստությունը, որ ես մի անգամ նկատեցի, որ անգամ իր խոսույթում փորձեց ուժեղ բառ չօգտագործել, ինքը օգտագործեց, հետո իրեն ուղղեց, սա այս վերջի մի քանի օրերի բան եմ ընդհանրապես ասում, երբ փոխվում է օրակարգ թելադրողը։ Դա պետք է ես կարծում եմ ամենաշատը անհանգստացնի իշխանությանը։ Փաստացի դա կարծես թե տեղի ունենում, որովհետև այսօր էլ ես արդեն նկատեցի, որ Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ ձևակերպմամբ էր արտահայտվել այդ ուժի առաջնորդի նկատմամբ։ Եվ ոչ միայն այսօր։ Եվ ոչ միայն այսօր, այո, ճիշտ եք։ Վերջին մի քանի օրերի ընթացքում, այո։ Եվ մի այսպիսի հարց Երևանի քաղաքապետի հայտարարության վերաբերյալ, քանի որ դժգոհում էր հանրային տրանսպորտի վարորդներից եւ խոսքը նույնիսկ հասավ սպառնալիքներին, որ եթե դուք չփորձեք հավաքագրել ուղևորավարձը, ապա օրինակ կզրկվեք արտաժամյայի աշխատավարձից։ Պարոն Քոչարյան, Տիգրան Ավինյանին չհաջողվեց իրենց կողմից ներկայացված այդ տրանսպորտի բարեփոխումը իրականացնել եւ հիմա Տիգրան Ավինյանը փորձում է մեղավորներ գտնել դրա համար, այսինքն իրենց կառույցի չկատարած աշխատանքի համար փորձում են մեղքը բարթել վարորդների վրա, ճիշտ տպավորություն եք ստանում։ Ես ճիշտն ասած չեմ կարող ասել ինչ են ուզում անել, բայց որ այս ուժի տարբեր ներկայացուցիչներ այդ թվում իրենց առաջնորդի առաջին հերթին տեսքով դա այն որ ասում է արդեն վաղուց բնավորություն է ձևավորված գտնել իրենք ոչինչ չանեն հետո գտնեն մեղավորներ, հա իրենք պատասխանատու են, բայց իրենք մեղավոր չեն, բոլորն են այդպիսի։ Հասկանալի է։ Ես հիշում եմ, որ երբ որ այդ օրենսդրական նախաձեռնությունը ընդունվում էր, ավելի ճիշտ ավականու որոշումը, Տիգրան Ավինյանենք այն ժամանակ հայտարարում էին, որ այդ տրանսպորտային բարեփոխումը նաև միտված է նրան, որ օրինակ վարորդները այլևս գումարը, կանխիկ վերցրած գումարը իրենց գրպանը չդնեն։ Հիմա դժգոհում է այդ նույն վարորդներից։ Ավականու անդամ Գևորգ Ստեփանյանը այսպիսի մի արտահայտություն էր արել ընդդիմադիր ավականու անդամ, որ փաստացի քաղաքապետը փորձում է վարորդներին եւ երևանցիներին իրար դեմ հանել։ Ունեք այդ տպավորությունը, թե ոչ։ Գիտեք, ես տեսել եմ այդ նյութերը, որ գրել են, որ վարորդները չեն բացում հետևի դռները։ Ես ճիշտ ասած տեն շատ չեմ օգտվում տրանսպորտից, բայց համենայն դեպս ստացվել է այնպես, որ այս 2 օրը նստել եմ ու չեմ նկատել, որ չեն բացում հետևի վարորդները շատ մեծ հաճույքով բացում են հետևի դռները։ Ես անգամ չեմ նկատել, որ չեն վճարում մարդիկ, որովհետև գոնե իմ հետով նստելը մի անգամից այդ մոտեցրել է, վճարել է, մնացածը քանի որ նորից եմ կրկնում, ես տենց շատ չեմ կարող էլի կոնկրետ իմ նկատառումները ասել, որովհետև ես քիչ եմ օգտվում տրանսպորտից։